բռնագաղթի ճանապարհը բռնած մարդիկ ինչ զգացին, երբ տեսան, որ երկրի ղեկավարը, նախագահան շնորհակալություն է հայտնում Ալիևին։ Նման ղեկավարը ղեկավար կոչվելու իրավունք չունի, անց պետության ղեկավար, ում իշխանավարության ժամանակահատվածում հողատարածքներ են հանձնվել թշնամուն, նման ղեկավարը իրավունք չունի գեթ մի վայրկյան անգամ մնալ պաշտոնում։ Ինչ էին ուզում Արցախի համար շնորհակալություն հայտնում արդյոք Ալիևին, թե Արցախն էլ անշուք էր, ամեն ինչ անշուք է, Հայաստանի տարածքները անշուք են, դրանք մեր պատմական հողերը չեն, դրանք ադրբեջանական տարածքներ են, տարածքային ամբողջականությունն են Ադրբեջանի, ինչի համար է շնորհակալություն հայտնում, շատ հետաքրքիր է, իսկ պարոն Վահագն Խաչատուրյանը տեղյակ է արցախցիների խնդիրներից, ինչ կարգավիճակում են, գոնե կարգավիճակ մենք ունենք, իհարկե ոչ, ինքը չի լուծել ոչ մի խնդիր, Հայաստանի իշխանավորների այս կլանի հետ միասին չի լուծվել գեթ մի հարց, սրանք լրիվ անիրատեսական ծրագրեր են, որոնցով թոզ են փչում թե արցախայության, թե հայաստանաբնակների աչքին։ Ըստ իրենց տրամաբանության, ոչ թե Արցախն ենք կորցրել, այլ գտել ենք Հայաստանը։ Իրոք գտել ենք Հայաստանը, իսկ Հայաստանը առանց Արցախ հետ ոնց կլինի, մոռացել է ինքը, որ մեծ հայքի 10-րդ նահանգներ Արցախը, թե կիսատ պռատ տարածքներով հայրենիք պետականություն են կերտում, այդ ոնց են իրենք դա պատկերացնում, ես ուղղակի չեմ հասկանում, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, ինչ են անում, երբ ինքը չի կարողանում լուծում տալ այն հարցին, թե Արցախցին ինչ կարգավիճակ ունի, ՀՀ քաղաքացի է, թե ով է, երբ Հայաստանի պետական սահմանից դուրս Արցախցին համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն օտարը ճանաչում է նրան քաղաքացի, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում, գեթ ունի մի որոշում, մի փաստաթուղթ, լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, ունենալով սահմանադրական լիազորություններ, մենք գիտենք, որ 5-րդ գլխի 123-րդ հոդվածը եւ ընդհանրապես այդ ամբողջ գլուխը վերաբերվում է նախագահի պաշտոնավարման եւ պաշտոնական լիազորություններին, պատասխանատվության ու իրավունքներին, պարտականություններին, գեթ մի անգամ ինքը բացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենքը սահմանադրությունը եւ կարդացել այդ հոդվածները, գեթ մի անգամ ինքը նայել է, տեսնի այդ սահմանադրության մեջ ինչ է գրված, ասում են սահմանադրություն փոխենք, այն չի համապատասխանում ներկայիս Հայաստանի Հանրապետության ապրելակերպին, բնական է, եթե պետությունը զարգանում է, ինքը արդեն չի համապատասխանի, պիտի փոփոխություններ մտցվի, բայց եղածը իրենք պահպանում են գոնե, ինքը տեղյակ է իրեն ինչ է վերագրված, ինչ իրավունք ունի ինքը, ինչով պիտի զբաղվի հանրապետության նախագահը, թե հռչակել են խորհրդարանական հանրապետություն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, մտածել են դա սոսկ փաստաթուղթ է թղթի վրա եւ բոլոր լիազորությունները պիտի վերապահվի կառավարությանը եւ վարչապետին եւ իրականացնեն այնպիսի գործառույթներ, որոնք սահմանադրորեն իրենց չեն վերապահված։ Այս կուզեի այդ հարցերի պատասխանները ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտոնավարող նախագահից, տեսնենք, որ լիազորություններն է իրեն վերապահված ինքը իրականացնում եւ ինչ է վերապահված օրենքով, հիմնական օրենքով։ Ձեզ շնորհակալ